Ինչպես փարմը հոգնագիի կվերածենք։ Եթե փարը կազմված է մեկ վանգե, հոգնագիի կվերածենք երմասնիկով, քիրք քիրքեր, թաս թասեր, դուն դուներ։ Եթե փարը բազմավանգ է, հոգնագիի կվերածենք ներմասնիկով, աթոռ աթոռներ, դբրոց դբրոցներ, եկեղեցի եկեղեցիներ։ Բարդ փար կնշանակի փարմը, որ կազմված է երկու կամ ավելի արմատե, մեծավ մասամբ երկու արմատե, խաչքար, թասաբահ, գրասեղան, հեռադեսիլ, օդանավ։ Բարդ փարերը երբ հոգնագիի պիտի վերածենք, նորեն կհիշենք այս օրենքը, գնայինք բարդ փարի երկրորդ մասնիկին, եթե միավանգ է երկավելցնենք, եթե բազմավանգ է ներ, օդանավ օդանավեր, հոս նավ փարին նայեցանք, գրասեղան գրասեղաններ, հոսալ սեղան փարին նայեցանք, գրադուն գրադուներ, դուն փարին նայեցանք, լուսամփոփ լուսամփոփներ, ամփոփ փարին նայեցանք։ Այսքանը թյուրին է կարծեմ։ Եթե բարդ փարին երկրորդ մասնիկը միավանգ է, պետք է նայենք անոր իմաստին։ Եթե բանը ընելու վիճակ կա, ուրեմն կգործածենք ներ, եթե չկա եր։ Օդանավ, նավը բանը ընել չէ, ուրեմն երկավելցնենք։ Խոշորացույց, ցույցը հոս ցուցնելու իմաստը ունի, ուրեմն ներկավելցնենք։ Մեր առօրյային մեջ հաջող գործածվող բառեր են լեր, մադ, թոր, թուր բառերը իրենց հին վիճակին քրափարյան ծևին մեջ եղած են լերն, մադն, թորն, ուրեմն անոնց հոգնագին կգազմվի քրափարյան ծևին հիման վրա եւ անոնք կլան լերներ, մատներ, թորներ։ Թուր բառը երեք ծևով գործածված է թուրեր, թուրներ եւ թրներ։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե արդյոք ուրիշ ծև կա եզակի բառը հոգնագիի վերածելու։ Այո, կա։ Կդառնանք քրափարին։ Քրափարի մեջ հոգնագիրտ մասնիկը քե դառն է։ Բառին քե ավելցնելով զայն հոգնագիի կվերածենք։ Այս ծևը այսօր ալ երբեմն կգործածենք։ Մանավանդ մարդումը ուրգե քալը, այսինքն որտեղացի ըլլալը հայտնելու համար։ Գիբրացի, գիբրացիք։ Բնականաբար գիբրացիներ ծևն ալ սխալ չէ։ Լիբանանցի, լիբանանցիք, քյուղացիք, քաղաքացիք, մշեցիք, սասունցիք։ Հանդիսավոր արարողություններու ժամանակ ալ չեն կսեր դիգիններ եւ բարոններ, այլ դիգնայք եւ բարոնայք։ Ոչ թե որովհետեւ սխալ է դիգիններ եւ բարոններ ծևը, այլ որովհետեւ վարժություն դարձուցած ենք հանդիսավոր այդ պահուն քրափարյան ծևը գործածել։ Շատ կգործածենք նաեւ մարտիկ ծևը, մարտեր բառին փոխարեն։ Երկուքն ալ ճիշտ են, սակայն սխալ է երկուքը միասին գործածելը, այսինքն մարտիկներ ասելը։ Այսօրվան համար ալ այսքանը։ Հուսով եմ օգտակար էր։ Լավ եղեք ու միշտ հիշեցեք, որ սորվիլը թյուրին է։ Հաջողություն բոլորիդ։